Ծրագիրը շարունակվում է բարեկամներ եւ արդեն ողջունում ենք վերլուծաբան Արմեն Չիբուխյանին, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Դե իհարկե ամենացնցող նորությունները հայկական նորություններն են կապված, ինչ ասեմ, այդ կառավարություն Սուրբ Էջմիածին, Սուրբ Պայքարին, ոնց ասենք, չգիտեմ արդեն, այո, բայց կարծես թե ավելի ամեն ինչ մոտենում է ռեալ ինչ որ բան կարելի Արմեն։ Հիշում ես մենք բազմիցս խոսել ենք այդ մասին, որ ասենք քրեական բաներով կարելի է մեղադրել եկեղեցին այդ հանցագործությունները ոչ միայն բանով եւ հիմա կարծես փողեր, զարդեր եւ այլն, կտրոններ, բենզինի եւ այլն։ Ինչա կատարում Արմեն։ Բացատրիր հասկանանք։ Ես անձամբ ճիշտ ասած շփոթված եմ։ Ճիշտ ասած դեռ պարզ չի հայտարարվում կոնկրետ մի դրվագ հայտնի, որ Տեր Արամ Քահանա կար մի հատ, որ վերջերս աստվածատար դես չէ, բանի Մորաքրուշ տղան է կաթողիկոսին։ Չէ, Մորաքրուշ տղան կոնֆլիկտ է ունեցել Տեր Արամի հետ։ Ձերբակալվածի անունը չէ։ Հա, ձերբակալվածի մասին չէ։ Հենց այդ է Տեր Արամի հայտարարությունների հիման վրա, որտեղ Տեր Արամը նաև այն որ խոսեց այո, Դանիել Յոնեսյանն է ներկայացրել, բայց այնտեղ կա նաև մեկ դրվագ, տեսեք, լավ։ Եկեք այսպես գնանք, որտեղ սա շատ կարևոր թեմա է, իրոք շատ կարևոր թեմա է, նաև ընկալումների մասով։ Ուրեմն սկսենք նրանից, որ ինչի համար է այս պայքարը տարվում, մենք չգիտենք, մենք ենթադրում ենք։ Ես, որովհետև տեսեք, օբյեկտիվ է պետք լինել, որովհետև հիմա այն ընդդիմություն կոչվածը ասում է, որ դա արվում է, չգիտեմ, ադրբեջանցիների թուրքերի պատվերով, որպեսզի այդ Արարատ լեռան բանի հետ են կապում եւ այսպես շարունակ։ Ուրեմն Փաշինյանը ասում է, ուրեմն բանի հետ կապված, որ տենց ուզում ենք եկեղեցին վերադարձնենք ժողովրդին, ես չեմ հավատում այդ սինթետիկ բաներին, այդ պրիմիտիվ եւ տենց ինչ որ էմոցիոնալով տառապում ենք եկեղեցին վերադարձնենք ժողովրդին, չէ։ Բայց այլ հարց է, եթե Փաշինյանը փորձում է դրսի ազդեցությունը կոտրի, որտեղ շատ լավ հասկանալով մանավանդ ընտրություններից առաջ այո, եթե ինքը դրսի, իսկ մենք գիտենք, որ դրսի ազդեցության մասին է խոսքը ակնհայտորեն, հա։ Դե դրսի ասելով արեցեք Ռուսաստանը, չէ։ Այո, որովհետև տեսեք, որտեղ ես ասում, տեսեք, հիմա երկուսի մեղադրանքը դնում ենք նժարի վրա, չէ։ Ինչ ենք մենք տեսնում։ Տեսեք, օբյեկտիվ ենք փորձում դատել, որովհետև մենք չենք ուզում ինչ որ մեկի կողմը պահենք, մենք ուզում ենք փաստերի վրա հիմնված։ Հիմա ինչի՞ց սկսվեց այս ամեն ինչը, չէ՞, մեծ հաշվով։ Ասենք, երբ որ սկսեց Արշավը, Տեր շոուն, դրանից հետո ի հայտ եկավ Սամվել Կարապետյանը։ Կարծես թե ինչ որ պլանավորված, ինչ որ տենց եւ երկուսն էլ Ռուսաստանի կողմից այսինքն այս սորվա դրությամբ ես ավելի շատ հակված եմ կարծել, որ ելեմ ասում, մենք չգիտենք վերջնական ինչա ոնց է, մենք փորձում ենք ենթադրել, մենք փաստերով, տրամաբանորեն ենք փորձում գնալ, եւ տրամաբանությունը հուշում այն մասին, որ այս շարժումները որ սկսեցին եկեղեցու քաղաքականացումը, սկսած Բագրատից, հա, հետո եւ այլն, Աչեսպաչյանից եւ այլն, ասենց այսպես շարունակ, հուշում է այն մասին, որ սա ավելի շատ այդ ուղղությամբ է գնում, հա, որովհետեւ եկեք ճիշտը խոսանք, եկեղեցին այդուամենայնիվ ունի ազդեցություն եւ հատկապես ռեգիոններում, շրջաններում գյուղերում եւ այլն, հա, մարդիկ այսպես հատկապես մի քիչ ավելի տարիքով մարդիկ, այսպես մեծ սերունդը, ուրեմն անվերապահորեն հավատք ունի եկեղեցու հանդեպ եւ այլն։ Սա էլ մի ուրիշ խնդրեմ է եւ այլն։ Հետաբար այս պահի դրությամբ ես այդպես եմ տեսնում, որ կա այսպիսի վտանգ, որովհետև կա նաև այսպես ընդհանուր համազգային մի հատ, տեսեք հիմա ռուսական ուժերը ինչ փողեր են ծախսում, մի հատ էլ եկեղեցին կապնի այդ ամեն ինչին ընտրություններից առաջ, հասկանում եք ինչա տեղի ունի։ Արմեն, մինչև առաջ գնալը, ես այսպես եմ պատկերացնում, որ եկեղեցին Ռուսաստանի մեր վրա ազդելու լծակներից մեկն է, եւ բավական ուժեղ լծակներից, այո։ Եվ սա երևում է այսինքն միշտ Ռուսաստանի տիրապետության հաստատումից հետո, հա։ Իդեպ ասեմ, ինչպես նաև ֆարսիկների ժամանակ, ինչպես նաև թուրքերը եկեք, հա, ճիշտ է խոսենք, այո, հնազանդ պահելու ժողովրդին, այո։ Միշտ լեզու է գտել եկեղեցին այդ բաների արշավը։ Ճիշտ է խոսանք, այդ որ ասում են այդպես։ Հիմա մանավանդ որ այս ասիկան իր ազգապահպանությունը դրանով է պայմանավորված եղել, այդքան որ խոսում են պատմության, որ լեզու է գտել սուլթանների բանի հետ, տենց այսպես համագործակցել է Ռուսաստանի ցարի հետ եւ այլն, այո։ Եվ հիմա մանավանդ որ փաստեր են հիմա դուրս գալիս, որ փողով բան են միտինգներ են արել մարդկանց, արգելել են միտինգների գնալ, սա զուտ քաղաքական ուղղակի գործողություն է, որը ցանկացած կառավարություն պիտի փորձի կանգնեցնել։ Միանշանակ։ Այսինքն լրիվ արդարացի է դառնում կառավարության այս մոտեցումը, այս ամեն ինչը։ Միանշանակ։ Հենց այդ եմ ասում, արդարացի, բայց այստեղ մի հատ նյուանս կա, տեսեք, այսինքն եկեղեցու ֆունկցիան այդքան որ գովաբանում են, այսինքն որ ոնց ազգը պահպանել է, ազգը պահպանվել է ազգը հնազանդ պահելով։ Եվ երբեք
երբեք այսպես գլոբալ խոշոր փորձ չի արել, դե վերջին երևի մենք եկեք հիշողությունը չդավաճան, երևի ավարայրի պատերազմից ճակատամարտից հետո երբևիցե այդպիսի փորձ չի արել մեծ համախմբելու ազգը հանելու պայքարի, երբ որ շատ դեպքերում մենք ունեցել ենք հնարավորություն անկախությունը նվաճելու։ Շատ երկրներ կան այդպիսի փորձ ունեն, հա, որ միավորվել են եկեղեցու եւ անկախություն են ձեռք բերել եւ այլն։ Մեր եկեղեցու ֆունկցիան եղել է պայմանավորվել հնազանդ պահել ազգը։ Ինչ է ստացել դրա դիմաց, դա էլ արդեն եկեք բոլորը թող իրենց պահեն գուշակեն, բարդ չի կարծում եմ։ Հիմա տեսեք, բայց կա այսպիսի մի հանգամանք։ Արդարությունը պետք է լինի բոլորի հանդեպ, օրինակ մենք գիտենք, հա, որ բազմաթիվ խոսում են օլիգարխների, Ծառուկյանի ժողովրդին էին ուղարկում միտինգների, չգիտեմ, հա, Սամվել Ալեքսանյանի, չգիտեմ, մյուսի։ Ուրեմն տեսեք, ընտրակաշարք բաժանողները, մարդկանց միտինգի ուղարկողները, ընդհանրապես այս պրոցեսների վրա ազդում, բոլորի հանդեպ պետք է հավասար, բոլորին պետք է բռնել ձերբակալեն տանեն։ Եթե այդպիսի անգամ լուր լինի, որպեսզի ինստիտուցիոնալ դեմոկրատիա ստեղծվի, որտեղ օրենքը սկսի գործել բոլորի հանդեպ, սա ամենակարևորն է, որտեղ մենք հիմա շատ կարևոր, իդեպ մենք հիմա շատ կարևոր այս ընտրությունները կարա քանդի ամեն ինչ, ինչ որ մինչև հիմա այն թխնուն հաջողություններ, որ ունենք օգոստոսի 8-ից հետո, կարող է քանդել ամեն ինչ։ Եվ Գիտես ինչ, Վրաստանի օրինակը մեր աչքի առաջ է առնում։ Այո, տեսնում եք, արդեն լկտիաբար ժառանգում են եվրոպական պաշտոնյաների ընդունել, բայց իրենք արդեն տուժում են այս process-ները, եթե այսպես շարունակվի, որտեղ տեսնում ենք մենք Գազայում էլ խնդրեմ դեռ կա ահռելի պայքարը սկսել Միացյալ Նահանգներ, Չինաստան, ահռելի պայքարը սկսվել։ Բայց այսօր չշեղվենք, որտեղ այդտեղ էլ նորություններ կա։ Հիմա տեսեք, մի կարևոր բան, Քլս TV-ն, որը ազատություն է կոչվում, որը ժամանակին ֆինանսավորվել է, որպեսզի մարդկանց կրթի, այսինքն ցույց տա, որ մարդ պետք է իր իրավունքը պահի։ Մարդու ունի ազատության խոսքի իրավունք եւ այլն։ Մարդուն չպետք է բռնի տանեն միտինգի, հա, կոպիտ ասած։ Այդ բոլոր ազատությունները եւ մարդու վրա անձնական ճնշումները եւ այլն պետք է բացառվի, հա։ Այսօր հարցազրույցն է, դե առավոտի տիրիկոս Սամվել Ալեքսանյանով են տառապում ու եկեղեցով։ Երբ միացնում ես Քլս TV կամ Սամվել Ալեքսանյանը կամ եկեղեցի։ Հիմա ուրիշ բան եմ հարցնում։ Ուրեմն այսօր հարցազրույց են վերցնում։ Եվ մի կին գյուղում ասում է, ամոթ է, այսպես չի կարող լինի, ասում է, երկու թաղում առանց հուղարկավորություն են ասում, սենց բան կլինի, ու սկսում են եւ այլն, մեր եկեղեցականներին, այս ինչ ամոթ է եւ այլն, մեկը արաբա-թուրքական են, մեկը չգիտեմ։ Այս ազատություն կայանա։ Հիմա հարց, այո, հիմա հարց եմ տալի։ Այսինքն դուք հասկանում եք, սա մանիպուլյացիա է, որովհետև ենթադրենք այդ եկեղեցականը այդ գիշեր ուրեմն բռնաբարել է երկու, ասենք, երկվորյա քույրերի, կոպիտ ասած։ Հենց երկվորյա։ Օրինակ, ու առավոտը տենց վերակացել, ասել այսօր 5 հատ թաղում ունեմ։ Տենց քուրիկներին ասելա դե դուք գնացեք, բայց ձեն չհանեք, թե չէ որ ձեն հանեք։ Միա բջջեն երկորյակները։ Չեմ կարող ասել։ Տեսականորեն։ Օրինակ, բռնաբարել է մարդը։ Տեսա, ես մի քիչ այսպես փոխեցնում եմ հումորով, բայց եկեք պատկեցեք։ Հիմա ձեզ դուր կգա, որ այդ հոգևորականը գա ձեր բանին հարազատին, ձեր հորը, չգիտեմ, մորը եւ այլ տատիկին, պապիկին, այսպես ու սուրբ ճառեր կարդա օրինակի համար, հա։ Կամ ենթադրենք դարերով։ Կոպիտ օրինակ եմ ասում, կամ որտեղ բազմաթիվ դեպքեր է ապացուցված, եկե մարդը, եթե հոգևորականը սուրբ չի մեռանք բացատրելով, եւ մարդու եւ բոլորը պետք է հասկանան, որ նա սուրբ չի, նա սովորական քաղաքացի է, հանցագործություն գործես պետք է նստի։ Օրենքը բոլորի համար։ Այո, օրենքը բոլորի համար է, մենք ապրում ենք 21-րդ դարում, այս պրիմիտիվ ընկալումները ինչ ամոթ է հոգևորականներին վերցեցին տալն, այսինքն մեզ մոտ դա միշտ ասում են օլիմպիական չեմպիոնը հանգիստ թողը կամ ինչ կապ ունի։ Կամ կներեք, ասենք մի հատ հոգևորական գիշերը մեկին խփում է, տանում է միտեղ թաղում է, առավոտը գալիս է ուրիշ թաղում է բանանում եւ այլ։ Այդպիսի բազմաթիվ դեպքեր կան աշխարհում եւ սպանության եւ բռնաբարության հոգևորականների կողմից։ Արևմուտքում բոլորը հասկանում են, այստեղ ոչ մեկ այտենց, ասում եմ, բան չի, ոնց ասենք, ոնց դուք տեսրեք այստեղ այտենց ախր չկա այդպիսի բառեր էլի, որ կարողանանք այսպես գրական լեզվով ներկայացնենք։ Ոնց որ ասում եմ, այդպիսի ազատ ու տենց ես սուրբ եմ, ասենք ճակատից գրածա, որ ես սուրբ եմ, այտենց ման կա։ Տենց բան չկա, այստեղ ամեն եկեղեցի հոգևորական հասկանում է, այնքան սուսուփուս է իրան պահում։ Աշխատում է չթփրտա իր գործը այնպես անի, որ ասենք հանկարծ ինքը օրենք չխախտի։ Այսինքն ինչ է նշանակում հոգևոր հասկանում եք այ պրոբլեմը ստեղ է, այսա անպատա, այդ դրա համար մեր երկիրը չի սարքանում, դեռ մամուլն էլ է անպատասխանատու, լրագրությունն էլ է անպատասխանատու։ Բայց դարերով գալիս է մտածելակերպի իներցիան էլի, որ այ սուրբա չեն կարող հիմա, բայց հիմա կարծես ժամանակները փոխվում են եւ ես ամենաշատ դրա համար եմ ուրախանում, որ գաղափարապես հասկանում եմ, որ եթե այդ սև շորերը հագել է, դա չի նշանակում, որ սուրբ է։ Եվ եթե ինչ որ ինքը բանանում է, ով ուզում է լինի, պիտի դատվի Հայաստանի Հանրապետության միանշանակ օրենքով։ Հիմա մեզ մոտ գովազդ կվերադառնանք ու կշարունակենք։
Շարունակում ենք ծրագիրը եւ զրույցը վերլուծաբան Արմեն Չիբուխյանի հետ Արմեն խոսում ենք շատ կարեւոր ներքաղաքական թեմաներից ներհայաստանյան Այսինքն տեսեք, մի քիչ ասма հումորը հիմա դնենք մի կողմ, կարծում եմ բոլորը պետք է հասկանան, այսինքն այս ամեն ինչի մեջ անկախ հələ եթե քաղաքական կոնտեքստները հանենք, կա մի կարևոր բան։ Եվ որովհետև տեսեք, ընդհանրապես ոնց ընդունված, որ ամենա իրան զսպող, ամենահամեստ, ամենաաշխարհիկ բարիքներից հրաժարվող ինչով է տարբերվում, ինչով եկեղեցականը պետքա մեկ աստիճան ավելի բարձր լինի ինձ օրինակ հիմա բարձր այսպես ասենք ավելի հոգևոր կյանքով պիտի ապրի մեզան ինչով պետք է տարբերվի այո փող ուտելիք ճարպ օրինակ ես կարող ասեմ Bentley եմ ուզում ու ուզենամ հասնեմ այդ Bentley-ին քշեմ հա եւ այլն բայց հոգևորականը եթե Bentley-ը ուզում այդ գիտեք այդ նվերաստել ավելի նվերահատով ես հավատում եմ Արմեն չէ եթե անգամ նվեր են տալի պիտի ասի չեմ ուզում ես դա որբերին ծախի կամ այո այդ ավելի լավ այո միանշան Ռոմի Պապի հանճարեղ օրինակով այո նվիրում ենք խնդրեմ այո հիմա տեսեք գիտեք ինչ այսինքն մարդը ինպես շարքային քաղաքացին պետքա տեսնի որ այդ մարդուն անգամ Bentley են տալի, այդ մարդը ասում է չէ, կներեք, ես հոգևոր կյանքով եմ ապրում, ես իմ հոտից ինչով եմ տարբերվում, ես ուրիշ level-ի վրա եմ, ես ուրիշ մակարդակի վրա եմ, ինձ պետք չի տարեք ձեր աշխարհիկ բարիքները եւ այլն, հա, բայց գիտեք ինչ կներեք, ասենք, երբ որ դու Bentley ես ստանում եւ ես հիմա կոնկրետ այդ օրինակը չեմ բերում, հա, այդ Bentley-ն գիտեք հայտնի բան, հիմա ընդհանուր օրինակ եմ բերում, Bentley-ն ուղղակի եկավ մտքիս, հա, ասենք ու ոչ մեկ չի կարող բացառել, որ եթե դու չես կարողանում, ել եմ ասում, կոնկրետ այդ օրինակը չեմ բերում Կճոյանի, Bentley չլավ Rolls-Royce ես վերցնում, ասենք, հա, չես կարողանում զսպես Եվ նշանակում է դու հետո չես կարող զսպես, մեջը կարող է 3-4 հատ աղջիկ էլ դնես, հետո 4 հատ երկվորյակ մի անգամից ասենք, հետո գնաս փուլ փարթի անես միտեղ ասենք, հա, թակուտես, հա, ասենք, եկեղեցու տեղ, որովհետև եթե դու մի աշխարհիկ հաճույք Bentley նստելուց չես կարող քեզ զսպես, նշանակում է դու ուրիշ բան էլ կարող ես քեզ չկարող ու կարող ենք ունենալ այդպիսի կասկած։ Վստահորեն։ Ահա, հետևաբար, սա կարևորագույն բան է, որ ցանկացած ինպես ձերպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ պետքա տեսնի ու հասկանա, որ այդ մարդը մի այսպես այնպիսի կյանքով ապրում, որը ես չէի կարող։ Ես չէի կարող այդպիսի կյանքով։ Որը եւ պիտի հարգանքներ շնչի իր նկատմամբ։ Որը եւ քեզ բան է տալի, ասում դե քանի որ ինքը ինձնից ավելի հոգեվոր կյանքով է ապրում, ուրեմն ինքը ավելի շուտ ին խոսքը տեղ կհասցնի Աստծուն։ Այդ էլ կա, ճիշտ ես ասում։ Բայց եթե ինքը ասում է ես հոգեվորական եմ, վերջ պետք է գաք, մուծվեք, ես պետք է ավելի լավ ապրեմ, քան դուք ոնց որ ասում են, մեկը կար չի ասում, բավարար պետք է ավելի լավ ապրեմ, ոնց նշանակում է դու պետք է ինձ դիմես, որ ես քո խոսքը տեղ հասցնեմ Աստծուն, տղա ջան։ Ոչ թե ես կամ քեզ դիմեմ, որ դու խոսքը տեղ հասցնես Աստծուն։ Այսինքն սա բան Արմեն, այս ընդհանրապես այս կրոնի հարցը գիտեք, շատ հեռու է գնում հազարամյակների պատմություն ունի։ Հա, եւ միշտ էլ ժողովուրդը, ախր, այս ամեն ինչը որտեղից է սկսել, որ մարդիկ այդ մութ դարերում 11-րդ դար, 9-րդ դար, մինչև 14-15-րդ դար ոչ թե անգրագետ էին, գրել կարդալ չգիտեին։ Եվ իրենց համար եկեղեցիներ այդ բոլորը անում։ Տղային պիտի բանակնամակ գրեին, տանում էին եկեղեցի, որ ինքանք ասում են, ինչ ուզում գրում էր։ Պիտի նամակը կարդային տանում էին եկեղեցի եւ հանկարծ այդ եկեղեցականները սև շորերով, մեծ մոմերով կարմիր ասում են, այ որ դու ինձ չլսես կգնաս դժոխք ու հավերժ կրակների մեջ կայրվես, իսկ եթե ինձ լսես կգնաս դրախ։ Այդ մարդիկ հավատում էին։ Եվ դրա իներցիան գալիս է մինչև հիմա մտածելակերպի իներցիան։ Իդեպ ձեզ ասեմ, եթե մենք նայենք օրինակի համար 10-րդ դարը նոր ձևավորվող Անգլիան ասենք, եւ եվրոպական երկրները, այնտեղ հավատը ֆանատիկորեն էր։ Այնտեղ իդեպ հակամարտություններ էր ֆանատիկորեն, որտեղ մինչև վերջ շատ երկրներում դեռ շատերը չէին ընդունում, հա, շատ քրիստոնեությունը, այնտեղ բախումներ են եղել տարբեր կրոնների միջև, բայց թագավորները առանց Հռոմի Պապի թույլատվության ոչ կարող են ամուսնանալ, ոչ էլ բաժանվել։ Այո, եւ եկեղեցու դերակատարումը այնտեղ էլ է շատ մեծ եղել, նույն կրթելու իմաստով, նույն գրությունը, ուրեմն կրթությունը տարածելու, գիրգրականությունը խափանելու։ Այո, չէ, այդ հետո ինչու եվրոպական երկրները ավելի արագ զարգացան, որովհետեւ իրենք հասկացան
հասկացան, որ չի կարելի դա մենաշնորհ թողել եկեղեցու ձեռքում։ Դրա համար ստեղծեցին աշխարհիկ հաստատություններ, սկսեցին մրցակցություն սկսեց գնալ, հա։ Դրա համար եկեղեցին չէր կարողացավ շատ չարաշահեսկանից պայքարը գնաց։ Ստեղծվեցին խմբեր, մեծ ազդեցիկ, եկեղեցու ներսում ստեղծվեցին հակադիր խմբեր, բողոքականներ, կաթոլիկներ, չգիտեմ եւ այլ եւ իրենց մեջ ցեցին մրցակցել։ Եվ այդ մրցակցությունը բերեց նրան, որ այդպիսի մենաշնոր ոնց որ ունի հայ առաքելական եկեղեցին օրինակ Հայաստանում, եւ ասա ինչ ասում եք ճիշտ է։ Վերջ ինչ ասում եք, կապ չունի, դուք մի մտածեք, դա ճիշտ է թե չէ, դա ճիշտ է։ Չէ, այդպես չի կարող լինել, հասկանում եք։ Այսինքն եւ ստեղծվեցին շատ արագ ու շատ մեծ աշխարհիկ հաստատություններ, հա, կրթական, ես քեզ տարածվել ավելի։ Հիմա այսօրվա տվյալներով այն երկիրը, որտեղ կրթության մակարդակը բարձր է, հավատքինը ցածր է եւ հակառակը, որտեղ կրթությունը Այո, այո, դրա համար տեսեք, յուրաքանչյուրը ես ինքս հավատք ունեմ, բայց ես չեմ կարող հավատալ մարդուն, որովհետև այդ մարդը մեր բոլորի պես մարդ է։ Ես սկզբունքը հասեցի, որպեսզի ես իմ, այսինքն միակ այդ մարդու ֆունկցիան, որպեսզի ես իր միջոցով իմ խոսքը ավելի արագ տեղհասցնեմ Աստծուն, չէ՞, տեսականորեն։ Եթե լացի սկզբունքը, որ նա ինքը պետք է ինձնից շատ ավելի զուսպ ու մաքուր ապրի։ Եթե ինքը դա չի անում, ուրեմն ես ուղիղ Աստծու հետ կկապվեմ, որտեղ ես իրանից շատ ավելի մաքուր եմ ապրում, կոպիտ ասած, հա։ Դրա համար դուք մարդիկ պետք է մի բան հասկանան, հայ առաքելական եկեղեցին դա հայ ժողովուրդն է ամբողջ աշխարհով մեկ։ Դա հայերն են, ով հայ առաքելական եկեղեցու հետևորդն են, հա։ Հոգեվորականին պետք է, որպեսզի եկեղեցին ավելի լավը դառնա, մարդիկ ոչ թե պետք է ասեն ոնց եղավ, չի կարելի կպնել ոչ մի դեպքում, այլ հակառակը։ Մարդիկ պետք է մի բանել, այո, մի բանել հայաստանցիները եւ սփյուռքում պետք է վերահսկողություն սահմանեն այդ անձի նկատմամբ, ով որ իրան իրավունք է վերապահում քո խոսքը հասցնել Աստծուն, եւ որպեսզի ավելի պատասխանատու լինեն, որտեղ նա մարդ է, նա չի կարող սուրբ լինել, դա հեքիաթ է։ Դրա համար եմ ասում, այս իմաստով եւ այդ միամիտ մարդիկ չեն հասկանում, որ այս պարագայում այդ նույն եկեղեցուն սկսում են օգտագործել օտար գաղտնի ծառայություններ, ասում են, հանդե եթե դու սենց համատարած ինչ ասում ես, բոլորը հալած յուղի տեղ ընդունում են, անգամ չեն կասկածի տակ դնում, ուրեմն արի ես քեզ մի բան ասեմ։ Շատ լավ լծակես, այո, իմ աշխատանքը առաջ տանելու համար։ Վերջ։ Շնորհակալություն Արմեն։ Այսքանն այսօրվա համար կհանդիպենք վաղը միշտ տեսություն։